Բրենդային խանութում աշխատողներ։ Այնց աշշենյա, որ ձեր խանութն է, դուք այդտեղ վաճառողի չեք աշխատում։ Մի անգամ Շուշան անունով աղջիկ անդրադարձել էր իհարկե հումորով ձեր պորտը լավ տեղը դրեց, Instagram-ում տեսա, թե TikTok-ում։ Շուշանից հետո ուզում եմ անդրադառնամ ես, որտեղ մի քանի անգամ մտնում եմ բրենդային խանութ ու արժանանում եմ արհամարանքի, ասենց բացում ես դուռը բարևում ես, սրանց բրենդային բարև է պետք, կապ չունի դուխիների շորերի խանութ է, չգիտեմ, երևի ձեզ բրենդային բարև է պետք մեզանից, քեթները բարձր, սենց ոտից գլուխ նայում, կաղա տեսքս չի ցույց տալի, որ ես այդ փողը ունեմ սումկայից մեջ ու կարող է եւ ես չեմ ուզում ոչ մի բան առնեմ, եկել եմ պրոստը նայեմ, կարող է եւ ես մի տարի էշի պես աշխատել եմ, որ գամ ձեր խանութից շոր առնեմ, բայց դա չի նշանակում, որ դուք կարաք մեզ նման ձև հասարակս մարդկանց, դուք էլ եք հասարակն ինստիտուտ, կարող է անտեղ գցենք բռնենք բրենդային խանութի ձյաձյան ձեր սիրածնահետը լկստվում եք, մարդ եք էլի, դուք ձեզ դրել եք արդեն բրենդային խանութի տիրուհի, կարող ատեղ մոդել եք աշխատում, տենց Instagram-ում կրասիվի սթորի մորի եք անում, վсё, այդ բրենդային խանութը ձերն է արդեն, դուք դրա տերն եք այդ խանութի, ուզում եմ ասեմ, որ այդ խանութը կարա մի օրում փակվի, դուք գնաք ուրիշ տեղ աշխատեք, ու որ գիտեք, չէ, որ ես լավ հասկանում եմ, որ ուրիշ տեղ աշխատելուց արդեն ձեր այդ քիթը կքսվի ձեր կոշիկներին, բայց ուզում եմ ասեմ, միշտ մնացեք մարդ, ամենալավը այս կյանքում հասարակ մնալն է, հասարակ։